Հավանականությունների տեսության դասընթացի 6-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն, նախորդ անգամ մենք ուսումնասիրեցինք պայմանական հավանականությունը։ Եկեք արագ վերհիշենք ինչ արեցինք։ Այսինքն պարզապես սահմանումը, պայմանական հավանականություն։ Ուրեմն, ինչպես միշտ մենք ունենք ինչ որ հավանականային տարածություն, այսինքն այս վերջավոր բազմություն է ցանկացած բնույթի, ասենք A1 AN, ինչ որ տարերով, եւ ունենք հավանականություն, որը յուրաքանչյուր աժին համապատասխանության մեջ է դնում ինչ որ մի թիվ, ասենք PJ, այնպես որ երկու պայման պետք է բարելաված լինի, PJ-ին պետք է լինի ոչ բացասական եւ դրանց գումարը պետք է հավասար լինի 1-ի։ Այս դեպքում մենք կասենք, որ ունենք հավանականային մոդել։ Եթե ունենք հավանականային մոդել ցանկացած պատահույթի համար, հիշեցնեմ, որ պատահույթ է կոչվում U-ի ցանկացած ենթաբազմություն, մենք կարող ենք սահմանել A-ի հավանականությունը, ինչ պետք է անենք, պետք է վերցնենք բոլոր այն j-երը, որոնց համար A j-ին, այսինքն սրանք մտնում են A-ի մեջ, եւ համապատասխան j-երի համար վերցնենք դրանց գումարը։ Այս կլինի A պատահույթի հավանականությունը։ Ու եթե ունենք երկու պատահույթ, այսինքն եթե ունենք երկու ենթաբազմություն U-ի, ընդ որում ենթադրում ենք, որ B-ի հավանականությունը 0 չի, եթե 0 չի նշանակում 0-ից մեծ է, ապա կարող ենք սահմանել A-ի հավանականությունը, երբ գիտենք B-ն։ Ըստ սահմանման, սա հավասար է հավանականություն A եւ B պատահույթների հատման բաժանած B-ի հավանականության վրա։ Մի մասնավոր դեպքում շատ հեշտ է հաշվել, երբ մենք գիտենք, որ բոլոր PJ-ները նույն թվերն են, այսինքն եթե P1-ը հավասար է P2-ի եւ այլն հավասար է Pn-ի, այդ դեպքում շատ տարբերակ չունենք, ցանկացած j-ի համար, եկեք սենց գրեմ 1n, այդ նշանակում է վերցնում եմ 1n միջակայքի, եթե ես երկու գիծ եմ դնում ստեղ, 1n միջակայքի բոլոր ամբողջ թվերը, ցանկացած j-ի համար Pj-ին, քանի որ դրանց գումարը պետք է հավասար լինի 1-ի, հավասար է 1n-րդի, ստեղից էլ հեշտությամբ հասկանում ենք, որ A-ի հավանականությունը երբ գիտենք B-ն, հաշվելու համար ինչ պետք է անենք, պետք է վերցնենք A-ի տարերի թիվը, իվարկյան, A-ի տարերի թիվը չէ, A հատում B-ի տարերի թիվը և բաժանենք B-ի տարերի թվի վրա։ Այսինքն ընդհանրապես, եթե ուզում ենք հաշվել ինչ որ մի պատահույթի հավանականություն, ասենք C-ի հավանականությունը, ապա պետք է վերցնենք C-ի տարերի թիվը եւ բաժանենք բոլոր տարերի թվի վրա, այսինքն ստացվի n։ Եթե այս բանաձևը մենք տեղադրում ենք սրա մեջ, ապա միանգամից ստանում ենք սա։ Պայմանական հավանականությունը հաշվելու համար պետք է հաշվենք հատման տարերի թիվը եւ բաժանենք B-ի տարերի թվի վրա։ Ուրեմն այս n-ը ինչ մենք նախորդ անգամ ուսումնասիրեցինք պայմանական հավանականությունը։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք անկախությունը։ Անկախություն։ Եկեք սկսենք սահմանումից, այսինքն մենք ունենք նույն բանը, ինչ նախորդ անգամ, այսինքն հավանականային տարածություն, հավանականություն եւ պատահույթների հավանականություն։ Մենք ուզում ենք սահմանել, թե ինչ է նշանակում անկախություն։ Ուրեմն անկախություն, սկսենք հետևյալ սահմանումից, սահմանում։ Ունենք երկու պատահույթ, A եւ B, ու ենթադրում ենք, որ B-ի հավանականությունը 0 չի։ Երբ B-ի հավանականությունը 0 է, մասնավոր դեպք է, որը առանձնապես հետաքրքիր չի, դրա համար մենք ենթադրենք, որ B-ի հավանականությունը մեծ է 0-ից։ Այսինքն շատ շուտով էս էլ կհանենք, որովհետև իրականում դա նշանակություն չունի։ Ուրեմն կասենք, որ A-ն անկախ է B-ից, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ A-ի պայմանական հավանականությունը երբ գիտենք V-ն,
նույնն է ինչ որ a-ի հավանականությունը։ Այսինքն b-ի իմացությունը մեզ ոչ մի բան չի ավելացնում a-ի գնահատելու a պատահույթը գնահատելու համար։ Հավանականությունը a-ի եւ գիտենք b նույնն է ինչ որ a-ի հավանականությունը։ Եկեք փորձենք հասկանալ թե այս ինչ է նշանակում։ Ուրեմն այստեղ սահմանեցինք թե ինչ է նշանակում a-ն անկախ է b-ից։ Եկեք գրենք այս հավասարությունը։ Այս հավասարությունը ավելի մանրամասն գրենք, տեսնելով տեղադրելով ձախ մասում իր արժեքը։ Ուրեմն a-ն կլինի անկախ b-ից, եթե տեղի ունի հետևյալը, պետք է ես վերցնեմ հավանականություն a հատում b-ն, բաժանեմ հավանականություն b-ի վրա, այս ես գրեցի ձախ մասը, ու սա պետք է հավասար լինի a-ի հավանականությանը։ Իսկ ես նույնն է, ինչ որ ասենք հետևյալը, a b հատման հավանականությունը նույնն է ինչ որ PA անգամ PD։ Ստեղից ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ իրականում անկախ լինելը սիմետրիկ է, եթե անկախված անկախը B-ից, ապա B-ն էլ կլինի անկախ A-ից։ Եկեք ձևակերպենք սա որպես մի փոքր լեմ, համարյա ակնհայտ։ Ուրեմն ես դիտարկում եմ երկու պատահույթ, A եւ B, ու ենթադրում եմ, որ երկուսի հավանականությունն էլ մեծ է 0-ից, PA-ն մեծ է 0-ից եւ PB-ն մեծ է 0-ից։ Ուրեմն ապա A-ն անկախ է B-ից, այն եւ միայն այն դեպքում, երբ B-ն անկախ է A-ից։ Այսինքն անկախ լինելը սիմետրիկ է։ Եթե A-ն անկախ է B-ից, ապա B-ն էլ անկախ է A-ից։ Ու շատ հաճախ ասելու ենք ոչ թե A-ն անկախ է B-ից, այլ A եւ B-ն անկախ են, A-ն եւ B-ն անկախ են։ Ուրեմն եկեք կարակ ապացուցենք մի տող է ապացույց։ Իրականում համարյա ապացուցելու բան չկա, քանի որ գրված է ամեն ինչ տեղ։ Ուրեմն ինչ է նշանակում, որ A-ն անկախ է B-ից։ Այդ նշանակում է սա։ Ուրեմն A-ն անկախ է B-ից։ A-ն անկախ է B-ից։ Սա ճիշտ է, երբ մենք տեսանք, որ սա համարժեք էր սրան։ PA-B-ն հավասար է PA անգամ PB։ Բայց սա տեղի ունի, քանի որ ես ենթադրեմ, որ երկուսի հավանականությունն էլ 0-ից մեծ է, ես կարող եմ բաժանել PA-ի վրա։ Ստացվի PA-B-ն բաժանած PA-ի վրա հավասար է PB, իսկ ես ինչ է նշանակում։ Ես էլ նշանակում է ձախ մասում, այստեղ ձախ մասում գրված է պայմանական հավանականություն։ Ես պետք է մի քիչ ավելի լավ գրեմ։ Ձախ մասում գրված է B-ի հավանականությունը, երբ գիտենք A-ն։ Իսկ աջ մասում մեզ մնացել է հենց B-ի հավանականությունը։ S էլ հենց նշանակում է, որ B-ն անկախ է A-ից։ Դրանով լեմի ապացույցն ավարտվում է։ Այսինքն մենք ունենք հետևյալ հասկացությունը, անկախության հասկացությունը։ Շատ հաճախ մենք որպես սահմանում սրանից հետո վերցնելու ենք սա, որ ավելի հեշտ է գրել ու նկարագրել։ Հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Ընդ որում, եթե նախորդի համար, նախորդ սահմանման համար մենք ստիպված ենք ենթադրել, որ B-ի հավանականությունը 0-ից մեծ է, կամ էլ ասել է սահմանման, որ սրանք միշտ անկախ են, այս դեպքում ոչ մի լրացուցիչ պայման պետք չի։ Կարող ենք ասել A-ն եւ B-ն անկախ են, եթե տեղի ունի սա։ Հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Ընդ որում, այս դեպքում
Արդեն կարիք չունեմ ենթադրելու, որ I եւ B-ի հավանականությունները 0-ից տարբեր են, որտեղ եթե 0 են, ապա երկու կողմն էլ հավասար է 0-ի։ Այսինքն, եթե ունեմ երկու պատահույթ, մեկի հավանականությունը 0 է, ապա դրանք միմյանցից անկախ են։ Ուրեմն սրանից հետո կասենք, որ A-ն եւ B-ն անկախ են, եթե տեղի ունի սա։ Եկեք այդ գրեմ։ Ուրեմն սա ըստ սահմանման սրանից հետո նշանակելու է, որ A-ն եւ B-ն անկախ են։ Ուրեմն դեպքեր կան, որտեղ պատահույթների անկախությունը համարյա ակնհայտ է։ Օրինակ, եթե երկու զառ ենք նետում կամ մի զառ ենք նետում երկու անգամ, բարձր է, որ առաջինում ստացված թիվը եւ երկրորդում ստացված թիվը դրանք անկախ պատահույթներ են, իրենցից կախված չեն։ Դեպքեր կան, որ անկախությունը մի քիչ ավելի պակաս ակնհայտ է։ Հիմա մենք կնայենք այդ տեսակ երկու դեպք, ուրեմն օրինակներ։ Ուրեմն առաջի օրինակը դիտարկենք քարտերի կապոց։ Ասենք, թող լինի 36 քարտ։ Այսինքն սկսում է 6-ից, վերջանում է տուզով։ 36 քարտ։ Ունենք երկու պատահույթ, այսինքն պատահականորեն ընտրում ենք մի քարտ կապոցից, խառնում ենք կապոցը, պատահականորեն ընտրում ենք մի քարտ ու նայում ենք հետևյալ երկու պատահույթները։ Առաջինը ասում է, որ ընտրված քարտը տուզ է։ Չգիտեմ, տուզի հայերեն համարժեք կա թե չէ, բայց ասում եմ բոլորին պարզ է։ Եվ այսինքն եթե անգլերենից թարգմանենք կլինի as, բայց as-ն էլ առանձնապես հայերեն բառ չի, ինչ որ ասենք, այն ինչ որ սովորաբար ասում ենք։ Երկրորդը քարտը կարմիր է։ Քարտը կարմիր է։ Ուրեմն ունենք քարտերի կապոց 36 քարտից բաղկացած, պատահականորեն ընտրում ենք մի քարտ ու նայում ենք հետևյալ երկու պատահույթները։ Ընտրված քարտը տուզ է, ընտրված քարտը կարմիր է։ Ուրեմն եկեք հասկանանք, արդյոք այս երկու պատահույթները անկախ են թե ոչ։ Դրա համար ինչ պետք է անենք։ Դրա համար պետք է ստուգենք հասկանանք տեղի ունի արդյոք այս հավասարությունը։ Եկեք հաշվենք բոլոր հավանականությունները։ Ուրեմն այս այն դեպքն է, երբ բոլոր ելքերը ունեն միևնույն հավանականությունը, այսինքն հավանականությունները բնութագրվում են տարերի թվով։ Ուրեմն հաշվենք I-ի հավանականությունը։ Ունենք 36 քարտ, 36 քարտից 4-ը տուզ է, այսինքն հավանականությունը կլինի 4 36-րդ կամ 1/9։ Հաշվենք B-ի հավանականությունը։ Քարտերի մեջ կա երկու գույն, կարմիր եւ սև, ընդ որում դրանք հավասար քանակությամբ են։ Յուրաքանչյուր տեսակից կա 9 հատ եւ կա երկու սև տեսակ, երկու կարմիր տեսակ։ Այսինքն, ստեղ հավանականությունը կլինի 1/2, որովհետեւ եթե գրենք կարմիրների թիվը կլինի 18, 36-րդ էս հավասար է 1/2-ի։ Եվ վերջապես հաշվենք հատման հավանականությունը, այսինքն քարտը պետք է լինի կարմիր տուզ, քանի հատ կա, 2 հատ կա։ Բաժանում ենք տարերի թվի վրա 36-ի, ստանում ենք 1/18։ Այսինքն ինչ ենք տեսնում։ Ուրեմն եթե ես վերցնեմ I-ի հավանականությունը եւ բազմապատկեմ B-ի հավանականությամբ, կստացվի 1/9 անգամ 1/2, այսինքն 1/18, որը նույնն է, ինչ որ հատման հավանականությունը։ Այսինքն այս երկու պատահույթները անկախ են։ A-ն եւ B-ն անկախ են։ Այսինքն այս պարագայում, եթե օրինակ զառերի դեպքում երկու հատ զառ նետելուց մենք բնական է կլիներ ենթադրել, որ եթե մենք խոսում ենք առաջի զառի
արդյունքի եւ երկրորդ զարի արդյունքի մասին, ապա այդ արդյունքները միմյանցից անկախ են, ինչ ուզում է նկարագրենք, այս դեպքում ավելի քիչ ակնհայտ է, որ այս երկու պատահությունները կլինեն անկախ։ Շատ լավ, ուզում եմ սրա մասին հարցեր չկան, եթե հարցեր կան, ասեք։ Ա, Եթե չէ, անցնենք երկրորդ օրինակին։ Ուրեմն, դասարանում կա 4 աշակերտ, որոնք ունեն անբավարար գնահատական հետևյալ 3 առարկաներից, մեկից կամ բոլորից, ուրեմն անբավարար, ասենք մաթեմատիկա, ֆիզիկա եւ քիմիա առարկաներից ունեն անբավարար գնահատական։ Ընդ որում հայտնի է, որ առաջինը անբավարար ունի մաթեմատիկայից, երկրորդը անբավարար ունի ֆիզիկայից, երրորդը անբավարար ունի քիմիայից, իսկ չորրորդը անբավարար ունի բոլորից՝ մաթեմատիկա, ֆիզիկա եւ քիմիա։ Ուրեմն տնօրենը հանդիպում է աշակերտներից մեկին, բայց չգիտի ում է հանդիպել, այսինքն չգիտի որ առարկայից, գիտի որ ինչ որ մի առարկայից կամ բոլորից անբավարար է, բայց չգիտի որից է ու պատահաբար ասում է, ուրեմն տնօրենը հարց է տալիս, երբ ես սովորելու ասենք մաթեմատիկան։ Հիմա պետք է հաշվել հավանականություն, որ տնօրենի հարցը տեղին է։ Այսինքն երբ կլինի տեղին կլինի այն դեպքում, երբ հանդիպած աշակերտը իրոք մաթեմատիկայից ունի անբավարար գնահատական։ Ուրեմն ինչ պետք է հաշվենք։ Պետք է հաշվենք հավանականությունը։ Ուրեմն 4 աշակերտից ընտրել ենք մի աշակերտ։ Ուզում ենք հաշվել հավանականությունը, որ այդ պատահականորեն ընտրված աշակերտը մաթեմատիկայից կունենա անբավարար գնահատական։ Այսինքն P M-ով ես նշանակում եմ, որ պատահականորեն ընտրված աշակերտը պատահականորեն ընտրված աշակերտը ունի անբավարար մաթեմատիկայից։ Սա հեշտ է հաշվել, որովհետև մենք ունենք 4 աշակերտ, 1, 2, 3, 4, որոնցից երկուսը, առաջինը եւ չորրորդը, ունեն անբավարար գնահատական մաթեմատիկայից, այսինքն պատահականորեն ընտրված աշակերտը 1 երկրորդ հավանականությամբ կունենա անբավարար մաթեմատիկայից։ Այսինքն տնօրենի հարցը իմաստալից կլինի 1 երկրորդ հավանականությամբ։ Նույնը կլներ նաև մյուս բոլոր առարկաների դեպքում, նաև ֆիզիկայի դեպքում եւ նույնը կլներ նաև քիմիայի դեպքում։ Ուրեմն առաջի հարցն էր երկրորդ հարցը հետևյալն է։ Պատկերացնենք տնօրենը գիտի, որ հանդիպած աշակերտը մաթեմատիկայից ունի անբավարար գնահատական։ Հիմա հարց է տալիս արդյոք երբ ես ուղղելու քիմիայի գնահատականը։ Ուրեմն տնօրենը հարց է տալիս երբ ես ուղղելու քիմիայի գնահատականը։ Հարցը հետևյալն է, որ դեպքում ինչ հավանականությամբ տնօրենի հարցը կլինի իմաստալից, այսինքն ինչ հավանականությամբ այն աշակերտը, որի մասին տնօրենը գիտի, որ ինքը մաթեմատիկայից ունի անբավարար, ունի նաև անբավարար քիմիայից։ Ես եկեք հարցերը ընդգծեմ, որ բարձ լինի։
Այս տնօրենի հարցներ։ Ուրեմն ուզում ենք հասկանալ, թե ինչ հավանականությամբ տնօրենի հարցը կլինի տեղին, այսինքն ինչը պետք է հաշվենք, պետք է հաշվենք հավանականությունը, որ պատահականորեն ընտրված աշակերտը քիմիայից ունի անբավարար, եթե գիտենք, որ ինքը մաթեմատիկայից ունի անբավարար։ Այս դեպքում, այսինքն պատահական աշակերտը, որի մասին տնօրենը գիտեր, որ մաթեմատիկայից ունի անբավարար, որովհետեւ հասկանանք տնօրենի հարցը ճիշտ է տեղին է թե ոչ, պետք է հաշվենք այս հավանականությունը։ Արդյոք քիմիայից էլ ինք ունի անբավարար։ Դե պետք է հաշվենք։ Քանի աշակերտ կա, որ այսինքն պետք է հաշվենք այս երկու պատահույթների հատման հավանականությունը եւ բաժանենք այս մյուս պատահույթի հավանականության վրա։ Ուրեմն երկրորդը հայտարարը արդեն հաշվել ենք, 1/2 է։ Համարիչը ինչի հավասար միայն մի աշակերտ կա, որ համ մաթեմատիկայից, համ քիմիայից ունի անբավարար, հետեւաբար համարիչում գրված է 1/4։ Սրա հավանականությունը 1/4 է։ Այսինքն վերջ-վերջո ստացվում է 1/2։ Այսինքն ինչ ենք եզրակացնում։ Եզրակացնում ենք, որ այս երկու պատահույթները միմյանցից անկախ են, այսինքն ցանկացած զույգ անկախ է, քանի որ համ ոչ պայմանական հավանականությունն է 1/2, համ պայմանական հավանականությունն է 1/2։ Այսինքն հետևյալ զույգերը մաթեմատիկայից ունենալ անբավարար եւ ֆիզիկայից ունենալ անբավարար, մաթեմատիկայից անբավարար, քիմիայից անբավարար եւ վերջապես ֆիզիկայից անբավարար եւ քիմիայից անբավարար, այս բոլոր զույգերը անկախ են։ Ինչի, որովհետեւ ոչ պայմանական հավանականությունները հավասար են պայմանական հավանականություններին։ Գրեցինք ճիշտ է այս դեպքում քիմիայի եւ մաթեմատիկայի համար, բայց ոչ մի տարբերություն չկա առարկաների մեջ, հետեւաբար ցանկացած ուրիշ զույգի դեպքում էլ պայմանական հավանականությունը կլինի 1/2, նույնը ինչ որ ոչ պայմանական հավանականությունը։ Այսինքն սրանք նույնպես կլինեն անկախ։ Արդյոք կան հարցեր այս օրինակի մասին։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն անցնենք հաջորդ հասկացությանը։ Մենք սահմանեցինք, թե ինչ է նշանակում երկու պատահույթների անկախություն։ Հիմա հասկանանք, թե ինչ է նշանակում մի քանի պատահույթների անկախություն։ Ուրեմն սահմանում դիցուք ունենք ինչ որ վերջավոր թվով պատահույթներ, ասենք A1 եւ AM, սրանք պատահույթներ են։ Կասենք, որ սրանք անկախ են։ Ըստ սահմանման այդ նշանակում է հետևյալը։ Ես ընտրում եմ ցանկացած R, որը գտնվում է 1-ից m թվերի մեջ, այսինքն վերցնում եմ ցանկացած ամբողջ թիվ, այս սրանց մեջ 1, 2 մինչև m, եւ վերցնում եմ ցանկացած S1 SK ամբողջ թվեր, որոնք գտնվում են էլի նույն հատվածում, բայց սրանցից հանել եմ R-ը։ Ու ենթադրում եմ, որ սրանք բոլորը միմյանցից տարբեր են։ Ընդ որում կամ ցանկացած է, դե ստեղ եթե քանի որ ենթադրել եմ, որ տարբեր են, ես ունեի m հնարավորություն, որից մեկը հանեցի, այսինքն այս կան ամենաշատը կարող լինի m հանած 1։ Ուրեմն ընտրում եմ ցանկացած r, ընտրում եմ ցանկացած S1 SK, որոնք տարբեր են r-ից եւ տարբեր են միմյանցից, եւ պահանջում եմ, որ լինի հետեւյալը։
Հավանականությունը AR-ի, երբ գիտենք AS1, AS կան, այդ նույնն է, ինչ որ AR-ի հավանականությունը։ Այսինքն, ինչ է ասում է սահմանումը։ Այս սահմանում արդեն տրված է սիմետրիկ ձևով։ Ստեղ արդեն ես չեմ ընտրել մի R ու ասել եմ մնացածը անկախ։ Ես ասում եմ, որ սրանք անկախ են, եթե ցանկացած R-ի համար եւ ցանկացած S1 S-ի համար AR-ը անկախ է այս հատումից։ Եկեք մի պարզ արդյունք ապացուցենք։ Ուրեմն թեորեմ A1 AM-ը այն պատահույթները անկախ են, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետեւյալը, ցանկացած R1, R2 եւ այլն R կա ամբողջ թվերի համար, որոնք գտնվում են 1-ի եւ m-ի արանքում, միմյանցից տարբեր ամբողջ թվերի համար տեղի ունի հետեւյալը, հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին PA R1 PA RK։ Մասնավորապես, երբ m-ը հավասար է 2-ի, մենք ստանում ենք նույն սահմանումը, ինչ որ տեսել էինք ստեղ։ Երկու պատահույթ անկախ են, եթե հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Հիմա ստեղ 2 չի, ստեղ ցանկացած m է, դրա համար պետք է վերցնենք այս բոլոր հնարավոր թվերը, ընդ որում թվերի քանակը կարող է լինի ցանկացած 2-ից մինչև m։ Օրինակ, եկեք գրենք ինչ ենք ստանում, երբ m-ը հավասար է 3-ի։ Երբ m-ը հավասար է 3-ի, ես իրավունք ունեմ ընտրել հետևյալ զույգերը կամ եռյակները 1, 2, 1, 3, 2, 3, ստեղ ես գրեցի բոլոր հնարավոր R1 երկան, երբ կան հավասար է 2-ի, և վերցնում եմ նաև այն դեպքը, երբ կան հավասար է 3-ի, այդ դեպքում մի հնարավորություն կա, 1, 2, 3, այսինքն 3 տար ունեցող 3 բազմության համար անկախությունը գրելու համար մենք պետք է գրենք 4 հավասարություն։ Հնարավոր է սրանցից մի մասը միմյանցից կախված լինեն, այսինքն անկախությունը ասենք սա եթե ունենք, երևի սա էլ կհետևի, բայց ընդհանրապես ասած բոլորը պետք է գրել։ Հիմա մի հատ օրինակ կնայենք։ Ուրեմն եկեք նախ ապացուցենք թեորեմը։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն մի ուղղությամբ ակնհայտ է։ Ուրեմն եթե A1 AM-ը անկախ են, վերջի մի ուղղությամբ էլ իրականում ակնհայտ։ Եթե A1 AM-ը անկախ են, ուրեմն ընտրենք ցանկացած R1 երկա թվեր։ Ուրեմն ենթադրում ու ապացուցում ենք, որ այս պայմանը անհրաժեշտ է, այսինքն այս ուղղությամբ ենք ապացուցում։ Քանի որ սրանք անկախ են, ես կարող եմ ասել, որ հավանականություն A R1-ը, երբ գիտեմ A R2
AR կան, այս նույնն է ինչ որ R1-ի հավանականությունը։ Ես պարզապես գրեցի S հավասարությունը, երբ R հավասար է R1-ի, այս S1 S կանել հավասար են S մնացածին։ Այսինքն ես ուզում եմ ցույց տամ, որ հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին, ես գրեցի այս հավասարությունը, երբ R-ը հավասար է R1-ի եւ մնացած թվերը, S1, SK թվերը, S R2 R-ական են, ճիշտ է, այստեղ կան կլինի կահանած 1, կան որ գումարային այստեղ կա կաթիվ, բայց ուզում եմ հասկանալի ինչ նկատի ունեմ։ Այս ինչ է գրած այստեղ։ Այստեղ գրած է հետեւյալը։ Գրած է, որ հատման հավանականությունը բաժանած պայմանի հավանականության վրա հավասար է AR1-ի հավանականությանը, բազմապատկելով սրանով կստանամ հետևյալը. PAR1 AR-կան հավասար է PAR1 PAR2 ARK։ Այստեղ իրականում այս սահմանման մեջ ես պետք է ասեի, որ ես ենթադրում եմ, որ սրա հավանականությունը 0 չի, որտեղ եթե 0 է, այս բանը առանձնապես իմաստ չունի, ես չեմ կարող բանի վրա բաժանել 0 հավանականությամբ 0-ի վրա բաժանել չեմ կարող։ Հիմա նույն բանը ստեղ պետք է տեսնենք, արդյոք ստեղ ինչ որ դժվարություններ չեն առաջանում։ Ես պնդում եմ, որ չի առաջանում, որտեղ եթե պատահաբար սրա հավանականությունը 0 է, ապա S1-ի հավանականությունն էլ է 0, իհարկե սրա 0 լինելուց չի հետևում, որ սրանցից այսինքն հետևում է, բայց ոչ մի անգամից ինչ որ մի բան պետք է ասել։ Լավ, եկեք նայենք այն դեպքը, երբ այս հավանականությունը 0 չի դեռ։ Ուրեմն ենթադրենք, որ այս հավանականությունը ընտրում ենք ցանկացած R1 երկա, այնպեսին, որ այս հավանականությունը 0 չի։ Այս հատույթի հավանականությունը 0 չի։ Հատման հավանականությունը 0 չի։ Այդ դեպքում ես ունեմ սա, այսինքն ես ցույց տվեցի, որ մի պատահույթը կարելի է գրել դրսում։ Հիմա այս նույն փաստարկը կիրառում եմ սրա վրա։ Այսինքն ես կարող եմ գրել P AR2 AR-կան լրիվ նույն ձևով, քանի որ անկախության համար ես ցանկացած թվով պատահույթներ կարող եմ ընտրել, սա հավասար է P AR2 PAR3 ARK։ Այսինքն ստեղ ես կարող եմ սա փոխարինել սրանով։ Ու ինչ կստանամ, որ P AR1 AR-կան հավասար է PAR1 PAR2 եւ մնացածը։ Եվս մի քանի անգամ կրկնելով այս բանը, ես կստանամ սրանց արտադրյալը։ J-ն հավասար է 1-ից k P ARG։ Ուրեմն այն դեպքում, երբ սրա հավանականությունը 0 չի։ Մենք ինչ անենք, երբ սրա հավանականությունը 0 է, այստեղ պետք է վերադառնալ այս բանին։ Ուրեմն մենք արդեն տեսել ենք, որ սա այն դեպքում, երբ հավանականությունը 0 է, այս նույն բանն է տալիս, ինչ որ սա։ Նույն ձևով, այսինքն անկախ նրանից այս հավանականությունը 0 է թե ոչ, ես կարող եմ գրել, որ PAR
A S1 AS կան հավասար է PAR եւ մնացածի է։ Այսինքն անկախ նրանից այս հավանականությունը 0 է թե ոչ, ճիշտ է սա, որովհետև եթե սրա հավանականությունը 0 է, ապա սրանն էլ կլինի 0, ավելի փոքր բազմություն է, ավելի փոքր պատահույթ է, հետեւաբար երկու կողմն էլ կլինեն 0, այսինքն անկախ նրանից սրա հավանականությունը 0 է թե ոչ, ես սա միշտ ունեմ։ Ու այս հավասարության փոխարեն ես կարող եմ միանգամից գրել սա։ Այսինքն չնայած այս ապացույցի մեջ մենք օգտագործեցինք, որ սրա հավանականությունը 0 չի, որովհետեւ կարողանանք այս կոտորակ գրել, բայց իրականում մենք չօգտագործեցինք, քանի որ մեզ պետք էր սա, իսկ սա միշտ կարող ենք գրել։ Եթե 0 չի, ապա սա ունենք, հետեւաբար սա ունենք, եթե 0 է, սա չենք կարող գրել, բայց սա էլի ունենք, քանի որ ստացվում է 0-ն հավասար է 0-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե պատահույթները անկախ են, ապա ցանկացած թվով բազմությունների համար հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Հիմա ոնց ապացուցենք հակառակ ուղղությամբ, այսինքն ոնց ապացուցենք, որ եթե ես ունեմ սա ցանկացած վերջավոր թվով պատահույթների համար, ապա ունեմ անկախություն։ Կոպիտ ասած նույն բանն ենք անում, բայց գնում ենք հակառակ ուղղությամբ։ Ուրեմն անում ենք, օրինակ կարող ենք անել ըստ ինդուկցիայով, ըստ m-ի, որտեղ m-ը մեր չէ, ոչ թե ըստ m-ի, այլ ըստ k-ի։ Որտեղ ստեղ ունեինք ինչ պետք է ապացուցեմ, պետք է ապացուցեմ սա։ Հիմա ստեղ կան կարող է հավասար լինել 1-ի, 2-ի, մինչև m-1։ Նայում ենք այն դեպքը, երբ կան հավասար է 1-ի, ինչ պետք է ապացուցեմ, պետք է ապացուցեմ, որ հավանականություն AR անգամ հատում AS1-ը հավասար է PAR PAS1։ Բայց այս հենց n է, ինչ որ մենք պահանջում ենք։ Սա է։ Երբ կան հավասար է 2-ի։ Հիմա վերցնում ենք ցանկացած k, որը մեծ է, ցանկացած k, որը մեծ է 2-ից, բնականաբար փոքր է m-ից, ու ենթադրում ենք, որ եթե ավելի փոքր է, քան այս k թիվը, ապա պնդումը ճիշտ է։ Այդ դեպքում ինչ կարող ենք գրել։ PAR1 AR կան հավասար է PAR1 PARK։ Մենք վերցնում ենք սրանք, այսինքն բոլորը բացի AR1-ից, այսինքն ես ունեմ ստեղ k հանած 1 բազմություն։ Հետեւաբար, քանի որ ես ենթադրել եմ, որ ներողություն, ենթադրելու բան չկար, ստեղ ինձ այս պայմանը ասում է, որ միշտ կարող եմ միասին գրել այս բազմությունները, այսինքն ստացվում է PAR1 եւ PAR2 մի րոպե, ես լրիվ խառնեցի իրար, քանի որ ես սա չէի ուզում ապացուցել, ես ուզում եի ապացուցել անկախությունը։ Այսինքն այն ինչ որ գրված է ճիշտ է, բայց սա չէի ուզում անել։ Ուրեմն ես վերցնում եմ ցանկացած R, վերցնում եմ AR եւ վերցնում եմ AS1 ASK։ Ուզում եմ ցույց տալ, որ AR-ը եւ AS1 SK-ն բավարարում են սրան։ Ոնց եմ անում, գրում եմ ձախ մասը, սա էր ձախ մասը, ես գիտեմ, որ սա հավասար է ըստ պայմանի
հավանականությունների արտադրյալին։ Իրականում ես իզուր ինդուկցիայի անուն տվեցի, այստեղ ինդուկցիա էլ չկա։ Բայց մյուս կողմից սա հավասար է ինչին ըստ պայմանի S հավասար է A հավանականություն AS1 ASM, այսինքն S արտադրյալը հավասար է P AR P AS1 ASM ջեր, ASK էր։ AS1 ASK։ Այս էլ այն ինչ որ պետք էր։ Այսինքն ինդուկցիա ստեղ չկա։ Պարզապես վերցնում գրում ենք, տեսնում ենք որ նույն բանն է ստացվում։ Ուրիշ կերպ ասած, այս նույն ապացույցն է, պարզապես գրում ենք ներքևից վերև։ Լավ, հուսում եմ պարզ է, իրականում այնքան պարզ է, որ նույնիսկ ապացուցելն է դժվար, բայց հուսում եմ պարզ է ինչ նկատի ունեմ։ Արդյոք հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք վերադառնանք այս օրինակին։ Ուրեմն 4 աշակերտ ունեինք, իրենցից մեկը ուներ անբավարար միայն մաթեմատիկայից, երկրորդը ֆիզիկայից, երրորդը քիմիայից եւ չորրորդը բոլորից։ Մենք դիտարկեցինք հետևյալ 3 պատահույթները, որ պատահականորեն ընտրված աշակերտը անբավարար ունի մաթեմատիկայից, ֆիզիկայից եւ քիմիայից։ Ունենք 3 պատահույթ՝ M, M, F եւ K։ Ուրեմն մենք տեսանք, որ զույգ վերցրած սրանք իրարից անկախ են։ Հիմա հարց արդյոք 3-ը իրար հետ անկախ են։ Այսինքն արդյոք այս 3 պատահույթները անկախ են։ Ուրեմն մենք եկեք վերադառնանք երկրորդ օրինակին։ Մենք արդեն տեսանք, որ եթե վերցնում ենք զույգ, ասենք մաթեմատիկա եւ ֆիզիկա, հատման հավանականությունը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Այսինքն զույգ այս պատահույթները միմյանցից անկախ են։ Հիմա նայենք արդյոք իրենք անկախ են, այսինքն արդյոք այս 3 պատահույթները միմյանցից անկախ են, ինչ է նշանակում անկախ, նշանակում է որ ցանկացած ենթաբազմության համար այս պատահույթների ընտանիքի, մենք ունենք 1, 2, 3 պատահույթ, ցանկացած ենթաբազմության համար պետք է տեղի ունենա սա։ Այսինքն հատման հավանականությունը հավասար լինի հավանականությունների արտադրյալին։ Հիմա 3 հատ է առանձնապես ընտրություն չունենք, պետք է հաշվենք այս հավանականությունը ու տեսնենք, թե արդյոք ինքը հավասար է հավանականությունների արտադրյալին։ Ուրեմն աշակերտը ունի 3 անբավարար, այսինքն ընտրված աշակերտը անբավարար ունի մաթեմատիկայից, ֆիզիկայից եւ քիմիայից, կա այդ տեսակ ընդամենը մեկը։ Հետևաբար մեկը պետք է բաժանենք 4-ի վրա, այս հավանականությունը ստացվում է 1/4։ Մյուս կողմից, եթե ես վերցնում եմ հավանականությունների արտադրյալը, քիմիա, յուրաքանչյուր ունի 1/2 հավանականություն, հետևաբար արտադրյալը կլինի 1/8։ Չէ, ուզում ուղղել։ Մեզ 1/2 է, սա ստացվում է 1/8։ Այսինքն, չնայած պատահույթները զույգ առ զույգ անկախ են, 3-ը միասին սրանք անկախ չեն, քանի որ ստեղ հավասարություն չունենք։ Այսինքն զույգ առ զույգ անկախությունից չի հետևում ամբողջ ընտանիքի անկախությունը։ Արդյոք սրա մասին կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք եւս մի օրինակ նայենք։ Այս n-ը ինչի մասին մի քիչ առաջ խոսեցինք։ Ուրեմն ներդում ենք 2 զար կամ ներդում ենք մի զար 2 անգամ։ Ունայում ենք հետևյալ 2 պատահույթները։ Ուրեմն առաջինը տալիս է 6 եւ երկրորդ պատահույթը երկրորդը տալիս է կենտ թիվ։
Ա, Հիմա առանց որևէ հաշվարկի պարզ է, որ եթե մենք երկու անգամ նետում ենք զառը, եթե ոչ մի խարդախություն չենք անում, ապա այս երկու պատահույթները իրարից անկախ են։ Այսինքն, եթե ես նկարագրում եմ ինչ որ պատահույթ, որը կախված է միայն առաջի զառի արդյունքից, ու մի ուրիշ պատահույթ, որը կախված է միայն երկրորդ զառի արդյունքից, ապա դրանք այդ պատահույթները պետք է լինեն անկախ, քանի որ երկու նետումները միմյանցից անկախ են տեղի ունեցել։ Հիմա եկեք հասկանանք արդյոք դա ճիշտ է, եթե մենք ֆորմալ ուզում ենք մաթեմատիկորեն ապահովենք։ Մաթեմատիկորեն մենք ունենք քանի տարբերակ, մեր հավանականային մոդելը ունի առաջի զառը ունի մի տարբերակ, 6 տարբերակ, երկրորդը ունի 6 տարբերակ, այսինքն զույգերի թիվը կլինի 36։ Երկու զառ ենք նետել, կլինի 36 տարբերակ։ Ա, Հիմա i հավանականությունը, ուրեմն առաջինը տվել է 6, այսինքն առաջի զառայի համար տարբերակ չունենք, 1-ն է, երկրորդի համար ունենք 6 տարբերակ, այսինքն i հավանականությունը հավասար է 6/36-րդի, որը հավասար է 1/6-րդի։ Հաշվենք b-ի հավանականությունը, ուրեմն երկրորդ թիվը պետք է լինի կենտ, այսինքն տեղ երկրորդ թվի համար մենք ունենք 3 տարբերակ, եւ այդ 3 տարբերակներից յուրաքանչյուրի համար առաջի թվի համար ունենք 6 տարբերակ, առաջի զառի համար ունենք 6 տարբերակ։ Այսինքն ստացվում է 3 անգամ 6 ընդհանուր տարբերակների թիվը եւ բաժանած 36-ի, այսպես ստացվում է 1/2։ Այսինքն i-ի հավանականությունը 1/6 է, b-ի հավանականությունը 1/2, որը դեռ համապատասխանում է մեր ինտուիցիային։ Հավանականությունը, որ առաջինը կտա 6, 1/6 է, երկրորդը իրականում կապ չունի։ Նույն ձևով հավանականությունը, որ երկրորդը կտա կենտ թիվ 1/2 է, առաջինը կապ չունի։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչի հավասար հատման հավանականությունը։ Ուրեմն առաջի զառը պետք է լինի 6, այսինքն մի տարբերակ կա, երկրորդը պետք է լինի կենտ թիվ, այսինքն կա 3 տարբերակ։ Այսինքն մենք ունենք 1 1 1 3 6 1 6 3 եւ 6 5 տարբերակներ, այսինքն ունենք 3 մեծ հետաքրքրող տարբերակ, որը պետք է բաժանենք 36-ի, այսինքն ստացվում է 1/12-րդ։ Ու նկատում ենք, որ 1/12-րդը հավասար է i-ի հավանականություն անգամ b-ի հավանականություն։ Այսինքն այս երկու պատահույթները միմյանցից անկախ են։ Հիմա եկեք մի թեորեմ ձևակերպեմ, բայց ապացույցը թողնեմ ձեզ որպես վարժություն։ Ուրեմն կամ լավ թեորեմ չի, ասենք խնդիր։ Ուրեմն նետում ենք n զառ եւ նայում ենք a1 an պատահույթները, ընդ որում a-կան ուրեմն չեմ ուզում բացահայտ նկարագրեմ, թե ինչ է, այսինքն կարևոր չի թե ինչ է, բայց a-կան կախված է միայն այսինքն կարելի է կախված է երևի ինչ լավ չի ասել այստեղ, եկեք ցենց գրենք k-երորդ զառի թվից թվով արտահայտվող պատահույթ։ Արտահայտվող արդյունք։ Այսինքն a-կան, որովհետեւ նկարագրեմ a-կան, ես պետք է ինչ որ մի բան ասեմ k-երորդ զառի համար, այսինքն թիվը զույգ է, կենտ է, կամ 1-ի եւ 3-ի արանքում է, ցանկացած բան, որը կախված է միայն k-երորդ զառի արդյունքից։ Ուրեմն պետք է ցույց տալ, ապացուցել, որ a1 an պատահույթներն անկախ են։ Այսինքն ինչ պետք է անել, պետք է վերցնել հավանականային մոդելը, քանի տար կլինի հավանականային մոդելում ամեն զառը ունի 6 տարբերակ, եթե n զառ ունենք,
Այսինքն պետք է վերցնենք 6-ի n աշճան։ Հետո պետք է վերցնենք պատահույթներ, փորձենք հասկանալ, թե իրանք ոնց են նկարագրում այս մեր հավանականային մոդելում։ Կոպիտ ասած, եթե AK պատահույթն են վերցրել, ապա առաջինից մինչև k-1 եւ k գումարած 1-ից մինչև n երրորդ ծառերը, ինչ արդյունք ասես, կարող են գրանցել, դա AK-ի վրա չի ազդում։ Եվ այլն։ Կարող եք փորձել, ասենք, n հավասար է 2-ի դեպքում անել սկզբում, հետո n հավասար է 3-ի դեպքում, հետո ընդհանուր դեպքը կդառնա ակնհայտ։ Արդյոք կան հարցեր այս ամեն ինչի մասին, ինչ արեցինք մինչև հիմա։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր եւս մի բան ենք ուսումնասիրելու, կոչվում է Բայեսի բանաձև։ Ուրեմն սկսենք մի լավ, կարող ենք թեորեմ։ Ուրեմն դիցուկ ունենք A1 կամ A, B1 եւ BK պատահույթները ու գիտենք, որ A-ն ընկած է B1 BK-ի միավորման մեջ։ Ու բացի դրանից գիտենք նաև, որ ցանկացած I եւ J միմյանցից տարբեր թվերի համար BI եւ BJ պատահույթները հատում չունեն։ Ուրեմն ունենք A, B1, BK պատահույթներ, A-ն ընկած է սրանց միավորման մեջ եւ ցանկացած երկու պատահույթ ստեղ B1-ից BK-ի փոխադարձ անհամատեղելի են։ Այսինքն, եթե մեկը տեղի ունենում, ապա մյուսը չի կարող տեղի ունենալ, կամ ուրիշ կերպ ասած, հատումը 0 է։ Ապա եթե ես ուզում եմ հաշվել I-ի հավանականությունը, ապա կարող եմ անել հետևյալը. գումար J-ն հավասար է 1-ից k, հաշվում եմ I-ի պայմանական հավանականությունը, երբ գիտեմ J-ն, եւ բազմապատկում եմ BJ-ին եւ բազմապատկում եմ BJ-ի հավանականությամբ։ Եկեք արագ ապացուցենք, համարյա ակնհայտ է սա։ Ապացույց, ուրեմն, քանի որ A-ն ընկած է սրանց միավորման մեջ, ապա ես կարող եմ գրել հետևյալը. A-ն հավասար է A, եկեք բացահայտ գրեմ ստեղ հատում B1 BK։ Ուրեմն, եթե ամենասկզբի վարժությունները արել եք, ստեղ մի անգամից նկատում եք, որ ստեղ գրած է A հատում B1 միավորում A հատում B2 եւ այլն միավորում A հատում BK։ Ընդ որում, այս բոլոր բազմությունները զույգ առ զույգ անհամատեղելի են, քանի որ BI-երը արդեն անհամատեղելի են, եթե ես վերցնում ավելի փոքր բազմություններ, ապա դրանք էլ կլինեն անհամատեղելի։ Հետևաբար I-ի հավանականությունների գումարումն եմ օգտագործում, I-ի հավանականությունը հավասար է գումար J-ն հավասար է 1-ից k եւ պետք է վերցնեմ այս հատումների հավանականությունը։ Բայց հատումը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, հավանականությունը հատման ես կարող եմ գրել հետևյալ ձևով, J-ն հավասար է 1-ից k, ես վերցնում եմ պայմանական հավանականությունը I-ի, երբ գիտեմ BJ-ին եւ բազմապատկում եմ BJ-ի հավանականությամբ։ Ընդ որում, եթե BJ-ի հավանականությունը 0 է, ապա համապատասխան անդամը ես վերցնում եմ 0։ Եթե BJ-ի հավանականությունը 0 է։ Դե այդ նույն բանն է, ինչ որ ստեղ է գրած, այսինքն սրանով այս արդյունքը ապացուցվում է։ Ինչն է հետաքրքիր, հետաքրքիր է հետևանքը, որը հենց Բայեսի բանաձևն է, հետևանք։
Ուրեմն էլի նույն պայմաններում, այսինքն ունեմ A պատահույթ եւ B1 BK պատահույթ անկած է սրանց մեջ եւ զույգ առ զույգ պատահույթներն համատեղելի են, ապա կարող եմ ասել հետեւյալը, որ ցանկացած i-ի համար, որը անկած է 1-ից k թվերի մեջ, ճիշտ է հետեւյալը. եթե ես ուզում եմ հաշվել b-ի պայմանական հավանականությունը, երբ գիտենք a-ն, ուրեմն ենթադրում եմ, որ a-ի հավանականությունը 0 չի, որովհետեւ կարողանամ գրել պայմանական հավանականությունը։ Ուրեմն այստեղ ավելացնում եմ p-ան մեծ է 0-ից, ապա ցանկացած i-ի համար այս հավանականությունը կարելի է հաշվել հետևյալ բանությամբ, եկեք առանձին տողով գրեմ, որ հեշտ լինի, PB-ին հավասար է, PB-ի ան հավասար է, ուրեմն ես պետք է վերցնեմ a-ի հավանականությունը, երբ գիտեմ b-ին, եւ բազմապատկեմ b-ի հավանականությամբ, եւ բաժանած հետևյալ գումարի վրա, j-ին հավասար է 1-ից քանի բազմություն կար k, a-ի հավանականությունը, երբ գիտեմ b-ի, եւ բազմապատկած b-ի հավանականությամբ։ Ոնց կարող ենք սա ապահովել, պարզապես պետք է գրել ապացույց, մի տողել չի։ Եթե ես ուզում եմ հաշվել b-ի հավանականությունը, երբ գիտեմ a-ն, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ հատումը սրանց, AB-ի եւ բաժանեմ a-ի հավանականության վրա։ Բայց այն ինչ որ գրված է ստեղ, թեորեմի համաձայն հենց a-ի հավանականությունն է։ Իսկ ստեղ ինչ է գրած, ես ենթադրել եմ, որ a-ի հավանականություն 0 չի, ապա քանի որ a-ի հավանականություն 0 չի, համարիչ կարող եմ գրել հետևյալ ձևով. պայմանական հավանականություն, չէ, ներողություն, b-ի հավանականությունները 0 չեն, b-a, երբ գիտեմ b-ին, անգամ b-ի հավանականություն եւ բաժանած են ամբողջ գումարի վրա։ Եկեք լավ գումարը չգրեմ, այս գումարն է։ Այս գումարն է։ Այսինքն Բայեսի բանաձևը հնարավորություն է տալիս արտահայտելու b-ի պատահույթների պայմանական հավանականությունը, երբ գիտենք a-ն, հակառակ ձևով, երբ գիտենք արտահայտում ենք a-ի պայմանական հավանականությամբ, երբ գիտենք b-ին եւ b-ի հավանականությամբ։ Եկեք մի օրինակ նայենք, որ պարզ լինի, թե ինչի է օգտակար։ Ուրեմն օրինակ այս որոշ օրինակներ, 4 օրինակներ, 3-4, օրինակ 4։ Ուրեմն ունենք պահեստամասեր, ինչ որ խմբականակ ունենք պահեստամասերի, ընդ որում գիտենք, որ կա 3 գործարան, 1, 2 եւ 3 գործարան, երրորդ գործարանները, 3 գործարանները կողմից պատրաստված։ Ուրեմն գիտենք, որ այդ պահեստամասերի 20%-ը պատրաստել է առաջի գործարանը, պահեստամասերի 30%-ը պատրաստել է երկրորդ գործարանը եւ պահեստամասերի մնացածը, այսինքն 50%-ը պատրաստել է երրորդ գործարանը։ Ինչ գիտենք այս գործարանների մասին։ Գիտենք, որ առաջի գործարանը խոտան է տալիս 0.01 հավանականությամբ, այսինքն 100 դե տալիս 1-ը,
Երկրորդ գործարանը խոտան է տալիս 600-րդ հավանականությամբ, այսինքն 0,06 հավանականությամբ, եւ երրորդ գործարանը խոտան է տալիս, որպեսզի նույն թիվը լինի ինչ-որ բաներում, ստեղ գրենք 0,1, ստեղ տալիս է 0,06, այսինքն մի րոպե, երկու անգամ կրկնվել 0,1-ը, 0,5, ուրեմն առաջի գործարանի 100 դետալից պատրաստածը 5-ը մոտարապես լինի խոտան, երկրորդ գործարանի համար 100-ից 1-ն է խոտան եւ երրորդ գործարանի համար 100-ից 6-ն է խոտան։ Ուրեմն երկու հարց ենք ուզում հասկանալ։ Առաջինը պատահականորեն ընտրված պահեստամասի խոտան լինելու հավանականությունը։ Ուրեմն պատահականորեն ընտրում ենք պահեստամաս, ուզում ենք հաշվել, թե ինչքան է հավանականությունը, որ այդ կլինի խոտան։ Եվ երկրորդը պատահականորեն ընտրված մասը պարզվել է խոտան է, ոչ հավանականություն կա, որ այդ պատրաստվել է առաջի գործարանի, երկրորդ գործարանի եւ երրորդ գործարանի կողմից։ Ուրեմն մի հատ նորից։ Ունենք պահեստամասեր։ Դրանց 20%-ը արտադրել է առաջի գործարանը, 30%-ը արտադրել է երկրորդ գործարանը, 50%-ը արտադրել է երրորդ գործարանը։ Ուրեմն մեզ հայտնի է, որ առաջի գործարանը խոտան է տալիս 5% հավանականությամբ, այսինքն 5 100-րդ հավանականությամբ, երկրորդ գործարանը խոտան է տալիս 1 100-րդ հավանականությամբ, երրորդ գործարանը խոտան է տալիս 6 100-րդ հավանականությամբ։ Երկու հարցի ենք ուզում պատասխանել։ Այս պահեստամասերից ընտրեցինք մի մաս, մի հատը։ Ինչքան է հավանականությունը, որ այդ լավը չի լինի, խոտան կլինի։ Եվ երկրորդը պատահականորեն ընտրել էինք, հետո պարզվեց խոտան է, ուզում ենք իմանանք, թե ինչ հավանականությամբ է այդ խոտանը պատրաստվել առաջի, երկրորդ եւ երրորդ գործարանների կողմից։ Ուրեմն սկսենք առաջինից, ուրեմն առաջինը բավական հասկանալի է, թե ինչ պետք է անենք, ուրեմն մենք ընտրել ենք մաս, ուզում ենք հասկանանք, եկեք խոտանի հավանականություն, խոտան լինելու դեպքը նշանակենք, ասենք B-ով։ Ուրեմն B-ն ընտրված պահեստամասը խոտան էր։ Ու նայում ենք A1, 2, 3 պատավիտները, պահեստամասը պատրաստել էր 1, 2, 3 գործարանը։ Մեկ, երկու, երեք գործարանը։ Այսինքն ես ներմուծեցի 4 պատահույթ, A, B-ն եւ A1, A2, A3-ը։ Ուրեմն ես ուզում եմ նախ հաշվել B-ի հավանականությունը, այսինքն ինչ հավանականությամբ ընտրված պահեստամասը կլինի խոտան, դրա համար օգտագործում թեորեմը։ Թեորեմը ասում է, որ ստեղ իհարկե հակառակ ձևով էր արված, ստեղ A էր B1 B-կա, հիմա մենք B է A1 A2 A3, ուսում շփոթ չի առաջացնի, ուրեմն ես ինչի հավասար, ես պետք է վերցնեմ հավանականություն խոտանի իմանալով, որ արտադրել է առաջի գործարանը եւ բազմապատկեմ հավանականությամբ, որ դետալը արտադրել է առաջի գործարանը եւ նույն բանը մնացած երկուսի համար։ B A2 հավանականություն A2 եւ խոտան, որը արտադրել էր երրորդ գործարանը, հավանականություն, որ պահեստամասը արտադրել է երրորդ գործարանը։
Այսինքն իրականում ստեղ ինչ որ գրած է P1, այդ նույն բանն է ինչ որ PA1։ Չէ, չէ, ներողություն, այդ չի։ Ստեղ ուրիշ բան է, P1, 2, 3-ը նշանակում է, որ գիտենք, որ արտադրված պայեստամաս խոտան է, ուզում ենք հաշվել հավանականությունը, որ ինքը արտադրվել է առաջի, երկրորդ կամ երրորդ գործարանի կողմից։ Այդ իզուր ասցի։ A1, A2, A3-ը այդ պարզապես պատահույթներ են, որը ասում է, որ արտադրվել է առաջի, երկրորդ կամ երրորդ գործարանի կողմից, այսինքն այս ինչ որ գրված է ստեղ, այդ մեր թեորեմն է։ Հիմա եկեք հաշվենք, ուրեմն PA1-ը մենք գիտենք, որ այդ PA1-ը այդ հավանականությունն է, որ պայեստամասը արտադրվել է առաջի գործարանի կողմից, այսինքն ստացվում է 20% 1/5-րդ։ 1/5-րդ անգամ հավանականություն, որ առաջինի սարկած դետալը խոտան էր, այդ կլինի 5/100-րդ։ Նույն բանը անում ենք երկրորդ եւ երրորդ գործարանների համար։ Ստեղ ստացվում է 3/10-րդ, 30/100-րդ կամ 3/10-րդ, անգամ խոտանի հավանականությունը 1/100-րդ եւ գումարած վերջինի համար 1/2, խոտանի հավանականությունը 6/100-րդ։ Ուրեմն ինչ կստացվի 1/100-րդը կարող ենք անել ընդհանուր, ինչ կմնա 1 գումարած 3/10-րդ եւ գումարած կրճատում ենք, ստացվում է 3։ Այսինքն ինչ կլինի 43/10-րդ, ստացվում է 43/1000-րդ կամ 0,043%։ Դա 0,043 հավանականություն։ Այսինքն 4,3% հավանականությամբ պատահականորեն տրված դետալը կլինի խոտան։ Ուրեմն այս այլ լուծումներ։ Արդյոք սրա մասին հարցեր կան։ Եթե չկան, ուրեմն նայենք B-ն։ Մենք ուզում ենք հասկանանք, ուրեմն պատահականորեն տրված դետալը եղել է խոտան, որն է հավանականությունը, որ այդ դետալը պատրաստել է, ասենք, առաջի գործարանը։ Այսինքն մեզ հետաքրքրում է հետևյալ հավանականությունը, պայմանական։ A1, երբ գիտենք, որ դետալը պատրաստել է առաջի գործարանը։ Դրա համար օգտագործում ենք հետևանքը, բայց A-ի եւ B-ի տեղերը ստեղ փոխված են։ Ստեղ որտեղ տեսնում եմ A պետք է դնեմ B, որտեղ տեսնում եմ B պետք է դնեմ A։ Ուրեմն լինում է հավանականություն B-ի, երբ գիտեմ A1-ը, եւ անգամ A1-ի հավանականություն։ Ու պետք է բաժանեմ ինչի, պետք է բաժանեմ B-ի հավանականության վրա, որը արդեն իսկ հաշվել եմ։ Իրականում կարող էի սա վերցնել, բայց սա հենց n-ը ինչ որ արդեն գրված էր, արդեն հաշվել ենք։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ստեղ լինում է 0,043։ Ուրեմն հավանականությունը, որ A1 առաջի գործարանի կողմից պատրաստված դետալը խոտան էր, այդ մենք գիտենք ինչ է, այդ սա էր, այսինքն 5/100-րդ, եւ անգամ հավանականություն, որ դետալը պատրաստվել է առաջի գործարանի կողմից, այդ էլ 1/5-րդ էր։ Ուրեմն ինչ ստացվեց, ստացվում է 1-ը բաժանած 0,043-ը բազմապատկած 100-ով լինում է 4,3։ 4,3, ես էլ եթե հաշվիչով հաշվենք, ստացվում է մոտավորապես 0,233։ Նույն ձևով կարող ենք հաշվել մնացած երկու հավանականությունները, այդ էլ առաջարկում եմ ինքնուրույն հաշվել։ Հավանականությունը, որ խոտան դետալը պատրաստել է երկրորդ գործարանը եւ նույն բանը երրորդի համար։
Հաշվել ինքնուրույն։ Ա, Շատ լավ, ինձ թվում է այսօր այսքանը, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ապա սրանով կավարտենք։ Տեսություն բոլորին։